Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, փաթեթը շատ ծավալուն է, բայց պարոն Հարապետյանը շրջանակային ընդհանուր ներկայացրեց ինչի մասին է խոսքը, ես կուզեմ իմ հարցին պատասխան տալ, թե ինչ է փոխելու այս օրենքը Հայաստանի Հանրապետության կյանքում։ Ըստ իս կարևորագույն փաթեթ է, որի հիմնական նպատակը պետական եւ հանրային տեղեկությունների պաշտպանությունը բարձրացնելն է։ Սենց արտահայտություններով կարող քաղաքացիների համար բարձ չլինի ինչա նշանակում հանրային տեղեկություններ, հանրային տեղեկատվական շտեմարան, բայց սկսած ձեր անձնական տվյալներից ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվ, երբ պետությունը պահում է շատ մարմիններում, այդ տեղեկատվությունները այժմ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից այդքան էլ պաշտպանված չեն, իսկ այս նախագծի շրջանակում հնարավորություն է տրվելու դուք ցանկացած տեղեկատվություն, որ ձեր մասին է, ուզում եք ստանալ պետությունից, տրամադրել մեկ անգամ եւ ստանալ հնարավոր բոլոր մարմիններից, որտեղ որ այդ տվյալները առկա են։ Երկրորդ հատվածը իմ ամենամեծ երազանքն է երևի, որակապես այլ համակարգված թվայնացման գործընթաց, ինչի մասին է խոսքը, այլ յուրաքանչյուր մարմին, երբ սկսում է ինչ-որ թվայնացված համակարգ ունենալ, առաջի իմ հարցը, արդյոք այն ստանդարտներին համապատասխանում է, որ տրամադրում է թվայնացման գործակալությունը, որտեղ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է հենց կիբերանվտանգության տվյալների ճարտարապետության որոշակի ստանդարտներ, որոնք որ յուրաքանչյուր թվային գործիք պետք է համապատասխանեն այդ տվյալներին, այդ նորմերին։ Բայց ցավոք մենք ունենք համակարգեր, որոնց փոխգործելությունը այսօր շատ բարդ փուլում է գտնվում եւ այս օրենքը մանավանդ տվյալների համակարգված շտեմարան ունենալը թույլ է տալու յուրաքանչյուր մարմնի միջև, այսինքն օրինակ Արդարադատության նախարարության եւ Ներքին գործերի նախարարության, ազգային ժողովի եւ բնակչության պետական ռեգիստրի, այն մարմինները, որոնք տվյալներ են իրար հետ փոխանակում, շատ դյուրինացված լինեն, այդ տվյալները պաշտպանված լինեն եւ այդ տվյալները նաեւ հասանելի լինեն այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են ստանալ տեղեկատվություն մեկ մարմինից շատ ավելի հեշտ։ Եվ այդ թվայնացված գործընթացը թույլ է տալու մեր քաղաքացիներին ունենալ շատ հեշտ ծառայություններ պետության հետ առնչվելիս։ Օրինակ, երբ դուք իհարկե այս գործընթացը դեռևս փուլում է եւ այդ մարմինը լինելու է համակարգող մարմին, յուրաքանչյուր նախարարություն, յուրաքանչյուր պետական մարմին ինքը պետք է նախաձեռնող լինի, որպեսզի թվայնացումը ավելի արագ լինի, բայց համենայն դեպս այս ստանդարտները թույլ են տալու քաղաքացուն մեկ գործողությամբ հեռախոսով ստանալ նպաստ, ունենալ հաշմանդամության թոշակ, չգիտեմ, ծննդաբերության գործընթացը անցնել մի քանի գործողությամբ հեռախոսի մեջ, ցանկացած գործունեություն, որը կախված է պետություն քաղաքացի հարաբերություններից, էապես դյուրինացնելու է, ինչ է դա նշանակում, քաղաքացին խնայելու է ֆինանսական, քաղաքացին խնայելու է իր ժամանակը եւ հետեւապես ինքը հավելյալ խթան է տնտեսության զարգացման համար։ Հաջորդ մասը ներդրումային միջավայրի բարձրացումն է, այս ամպագորգոր կարող է հնչել, բայց իրականում կիբերհարձակումների գծով կամ կիբերպաշտպանվածության գծով կան միջազգային համաշխարհային բանկի կողմից միջազգային զեկույցներ, որտեղ Հայաստանը թիրախային գոտում է գտնվում եւ այդքան էլ պաշտպանված չէ։ Այս օրենքը, այս գործակալությունը, որը ստեղծվելու է հետագայում ներդրված այլ ենթաօրենսդրական ակտերը, նորմատիվ իրավական ակտերը բերելու են մեր ներդրումային միջավայրի բարձրացման եւ Հայաստանի տվյալ զեկույցներում Հայաստանի դերի բարձրացմանը, որը ինքնին բերելու է արդեն մանավանդ ենթակառուցվածքների պաշտպանվածության տեսանկյունից, երբ ներդրողը վստահ է, որ տվյալ քրիտիկական նշանակության ենթակառուցվածքները հստակ օրենսդրությամբ պաշտպանված են, պետք է ունենան կիբերանվտանգ միջավայր իրենց տեխնոլոգիական լուծումներում, միանշանակ է, որ ներդրողի համար ավելի ապահով կլինի ներդրում անել տվյալ ենթակառուցվածքներում եւ մի քիչ ավելի մակրո մակարդակով հաջորդ նշանակությունը ինձ համար եւ նաեւ երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից դա մասնավորի հետ աշխատանքն է, կրթական միջավայրի բարելավումն է եւ կիբերմասնագետների աճն է Հայաստանի Հանրապետությունում։ Մենք գիտենք, որ IT ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է, IT մասնագետների պակաս չունենք, բայց կիբերմասնագետների առումով կարծում եմ հենց այս օրենքի եւ նաեւ այն, որ մասնավորը պարտավոր է ունենալ կիբեր ենթակառուցվածքների պաշտպանություն, կիբերմասնագետներ,
հենց այս օրենքով ես կարծում եմ, որ խթան է հանդիսանելու, որպեսզի կիբերմասնագետները ավելի շատ իրենց կրթության եւ զարգացվածության վրա շեշտ դնեն եւ նաեւ հետագայում մասնագետների աճ են ունենալու այս մասով։ Պարոն Հարապետյան, ընդհանուր փորձեցի ներկայացնել ինչի մասին է եւ ինչ կտա, բայց կխնդրեմ պարոն Մինասյանի երեկվա հարցի շարունակություն, մենք հանձնաժողովի նիստում ենք այս հարցը քննարկել։ Ես կարծում եմ, որ սա առաջնային փուլն է հանրային տեղեկատվության պաշտպանվածության տեսանկյունից եւ նաեւ պետական մարմինների տեղեկատվության պաշտպանվածության տեսանկյունից ունենալ ստանդարտներ, բայց հետագայում արժի նաեւ մտածել գաղտնի տեղեկատվության, ինչու՞ չէ նաեւ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության կամ այլ մարմինների հետ ոչ թե իրենց տեղեկատվությունը ձեզ հասանելի կամ այն մարմնին հասանելի դարձնելու համար, այլ այն ստանդարտները, որ առկա են օրենքում կամ պետությունը որդեգրում է, անպայման տեղակայել նաև այդ մարմիններում, ես կխնդրեմ նաև ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնալ այս հարցին։ Այսքանը հարգելի գործընկերներ,